Ռոսպոտրեբնadzորը կարգադրել է Ռուսաստանում կասեցնել ջերմուկ հանքային ջրի 64.5 միլիոն շշի վաճառքը, հայտնել է Գերատեսչության մամուլի ծառայությունը։ Որոշումը պատճառաբանվում է պարտադիր տեխնիկական կանոնակարգերի խախտումներով։ Ռուսական կողմի պնդմամբ ստուգումների ընթացքում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորիդների եւ սուլֆատների թույլատրելի մակարդակի գերազանցում։ Ըստ ռուսական գերատեսչության տարեսկզբից Չեսնիզնակ համակարգն արդեն արգելափակել է ջերմուկի 38.4 միլիոն շշի վաճառքը։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Մասնակցում են միության անդամ պետությունների Ղազախստանի, Ռուսաստանի, Բելարուսի եւ Ղրղզստանի ղեկավարները։ Հայկական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նիստին ընդառաջ Ռուսաստանի ու Բելարուսի նախագահները կարծիքներ են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Երևանում անցկացված երկու եվրոպական գագաթնաժողովներից հետո Մոսկվան Երևանին հորդորել է արագ ընտրություն կատարել ԵԱՏՄ-ում մնալու եւ Եվրամիությանը անդամակցելու միջև։ Լոս Անջելեսի Նորթ Հիլզ թաղամասում ապրող հայ ընտանիքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Տանը հնչած կրակոցների մասին ահազանգից հետո իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու, կնոջ եւ երկու երեխայի մարմին։ 30-ամյա մայրը կրակել եւ սպանել է իր երկու երեխային, ապա նրանց հորը, ինչից հետո վերջ է տվել նաեւ իր կյանքին։ Սպանված երեխաներից մեծը 2 տարեկան տղա է, իսկ փոքրը 6 օրական նորածին աղջիկ։ Դեռևս պարզ չեն դեպքի մանրամասները։ Հարևաններից մեկը նշել է, որ երբեք չի տեսել ընտանիքին վիճելիս եւ որևէ նախազգուշացնող նշան կամ խնդիր չի նկատել։ Ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինիայի Գալաց քաղաքի բնակելի շենքերից մեկի վրա։ 2 մարդ վիրավորվել է, իսկ մոտ 70-ը տարհանվել, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքը թռել է Ռումինիայի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ։ Ֆետեշտիի ավիաբազայից 2 F-16 կործանիչներ գիշերը օդ են բարձրացել այն որսալու համար։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը անդրադառնալով կատարվածին գրել է, որ Դաշնության ագրեսիվ պատերազմը եւս մեկ կարմիր գիծ է անցել։ Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Ռումինիայի խիտ բնակեցված շրջանին, վիրավորելով խաղաղ բնակիչների Եվրոպական միության տարածքում։ Մինչ մենք շարունակում ենք ամրապնդել մեր անվտանգությունն ու զսպումը, հատկապես մեր արևելյան սահմանին, մենք կշարունակենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Պատրաստում ենք պատժամիջոցների 21-րդ փաթեթը, գրել է Լեյենը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ մեծ առաջընթաց են գրանցել Իրանի հետ բանակցություններում։ Կարծում եմ, իրանցիները ցանկանում են գործարք կնքել եւ բացել Հորմուզի նեղուցը։ Նույնը ցանկանում ենք եւ մենք։ Միջուկային խնդրի վերաբերյալ կան մի քանի հարցեր՝ բարձր հարստացված պաշարները եւ հարստացման հարցը։ Այնպես որ, գիտեք, մենք նրանց հետ քննարկումների մեջ ենք, ասել է նա։ Ավելի վաղ Վենսը նշել էր, որ համաձայնագրի նախագծի որոշ հատվածների վերաբերյալ արդեն կան պատասխաններ, կրկին շեշտելով Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի պաշտպանության բանակն արդեն վերահսկում է Գազայի 60%-ը եւ ինքը հրահանգել են զինվորականներին այդ ցուցանիշը հասցնել 70%-ի Համասին բոլոր ուղղություններից ճնշելու համար։ Նրա խոսքով իրենց նպատակն է վերաձևել տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքները այնպես, որ նավթամուղերն ու գազամուղերը շրջանցեն Պարսից ծոցը եւ Իսրայելի տարածքով ուղղվեն դեպի միջերկրական ծով, երկիրը վերածելով գլոբալ խաղացողի։ Նա հրահանգել է պաշտոնյաներին նոր բնակավայրեր հիմնել Իսրայելի հողերը զարգացնելու, ամրապնդելու եւ բնակեցնելու համար։ Իսրայելի վարչապետը հույս ունի, որ ռազմական արշավների արդյունքում Թել Ավիվը կդառնա Մերձավոր Արևելքի ամենաուժեղ տերությունը։ Նա նշել է, որ երկրի գլխավոր սպառնալիքը դեռևս մնում է թուլացած իրանական ռեժիմը, միջուկային վտանգը եւ ԱԹՍ-ներով պատերազմը, որի դեմ պայքարում Իսրայելը աշխարհում առաջինը կգտնի լիարժեք պաշտպանական լուծում։ Նեթանյահուն հայտնել է, որ առաքելությունն ավարտին հասցնելու համար գրեթե ամեն օր կապի մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության New Glenn հրթիռը պայթել է Ֆլորիդայում ուժային կայանքի փորձարկումների ժամանակ։ Blue Origin-ը միլիարդավոր դոլարներ եւ շուրջ 10 տարի է ծախսել New Glenn-ի մշակման վրա։ Հրթիռը պետք է մրցակցեր Իլոն Մասկին պատկանող SpaceX-ի Falcon հրթիռների ընտանիքի եւ Starship տիեզերանավի հետ։ Տեղի ունեցածին արձագանքել է Իլոն Մասկը, նշելով, որ ցավում է կատարվածի համար, բայց հրթիռները կատակ բան չեն։